Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք կրկին եթերում ենք, ուրիշ կարծիքը արդեն շարունակում է իր գործընթացը այն սկզբունքով, որ ունենք նաև հյուր։ Այսօր հյուրընկալել ենք մեր շատ սիրելի Մոսոին, կխոսենք ներքաղաքական իրավիճակից, Հայաստանի Հանրապետությունում տիրող իշխանությունների կազմակերպած շոուներից եւ այսպիսով սկսենք միանգամից, ողջունում ենք, շնորհակալ ենք, որ եկել եք։ Տեսեք, հիմա երկրում ներքաղաքական գզվրտոցից բացի կա նաև իրավիճակ, որտեղ Նիկոլ Փաշինյանը ուրախ ավտոբուսով շրջում է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերով, ողջունում է բոլորին, սրտիկներ է ուղարկում, սուջուխ է ուտում ու տարածաշրջանը եռում է, բացի այն, որ դեռ քարոզարշավը չի սկսել, բայց ներկուսակցական քարոզարշավ է գնում, պետք է նաև հաշվի առնել, որ մեր հարևան Իրանը պատերազմի մեջ է ու այս ֆոնի վրա ինչքան կարևոր է Նիկոլ Փաշինյանը, թե ինչ է ուտում։ Դուք ոնց եք պատկերացնում, էլի, ինչ պետք է ուտի Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն լինի, էլի, ձեր կարծիքով ոնց է ճիշտ։ Ես մի հատ բան կասեի, ինչ պետք է ուտի, բայց ափսոս է ֆիրում ենք։ Ինձ թվում է մեր հասկացան ինչ պետք է ուտի։ Ես այդ չեմ կարող դրան անուն տամ, էլի, մարդկային, չնայած այդ ոչնչությունը ինքը вообще-то ոչնչություն է, էլի։ Մարդկային կերպարով պորնիկների մանդավոշկա։ Ես տենց այդ տիպաժը կանվանեի, մարդ, որը մի ողջ ազգի խայտարակեց, քաղաքակրթության առաջնորդների մեջ գտնվող մի ողջ ազգ խայտարակվեց այս վիժվածքի անունով։ Քաղաքակրթության մեջ դեր ունեցող, մեծ դեր ունեցած հայ ազգը խայտարակվեց այս տականքի անունով։ Բարերս ինչի համար եմ սենց ասում։ Դե մի ամբողջ ազգ, որ ուներ պատմություն, առաջի քրիստոնյաները, այս ամեն ինչը վերցրեց դրեց մի կողմ ու դարձավ Ալիևի ստրուկը։ Խայտարակեց ազգը, ցավը տանեմ, խայտարակեց մի հատ քոչվոր Ալիևի դեմ։ Ցավալի է, չէ, բայց մի վարչապետ կարա ընդհանուր առմամբ խայտարակի մի ամբողջ ազգի, բայց իդեպ ինքը պնդում է, որ ախպեր ջան, գիտեք ինչ կա, ես ընտրվել եմ, ինձ ժողովուրդը մանդատ է տվել, ես վստահ եմ, որ ժողովուրդը մանդատ չի տվել, որ ինքը գնա հանձնի Արցախը, զոհեր, նոր հանձնումներ ու ենթարկվի Ալիևին ու Էրդողանին, բայց փաստացի ինքը պնդում է, որ գիտեք ինչ կա, ես 21 թվականին ընտրվել եմ արդեն, հիմա 26 թվականին ավելի շատ ձայն եմ տանելու։ Հիմա այս մարդը ինչ հույսով է, էլի, ինձ հետաքրքիր է, էլի, որպես քաղաքացի։ Վայ ջան, տես, որպես քաղաքացի ինձ էլ, որպես քաղաքացի մենք մեղք ունենք։ Ես էլ ունեմ։ Յուրաքանչյուր ընդդիմադիր ունի մեղք։ Իր մեղքի բաժինը, ընդդիմադիրների մեղքի բաժինը թողեցին, բայց ինքը ինչ հույսով է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրան պետքա տան 50 ավել ձեն տոկոս։ 21 թվին չի ընտրվել։ Կեղծել է։ Այդ մեկ։ Էդի կեղծված ընտրությունները մենք լռեցինք։ Բայց ժողովուրդը հանդուրժեց անգամ այդ կեղծված ընտրությունները։ Ես խոսում եմ որպես ժողովուրդ, այո, որպես մարդ, ես ոչ թե ընդդիմադիր, ես որպես Հայաստանի քաղաքացի խոսում եմ։ Իդեպ 3 միլիոն վարչապետերից մեկը ըստ Նիկոլ Փաշինյանի։ Ես հիմա պարզապես ասում եմ, մենք լռեցինք։ Գրես ինչ հանցագործ եմ ես ինձ համարում։ Ես ինձ հիմա նաղդով ատում եմ։ Այս 5 տարի, որ այս վիժվածքը մնացել է։ Հասկանում ես։ Բայց կարելի է մի մասով չհամաձայնվեմ։ Օրինակ դուք ասում եք մենք լռեցինք, չէ՞, բայց ընդդիմությունը կազմակերպել էր հանրահավաքներ 2022 թվական, 23 թվական փողոցային պայքար, բերման էին ենթարկվում օրվա մեջ 50-100 հոգի, այսինքն այդ պայքարը կար, ոչ բոլորն էին հանդուրժում, չէ՞։ Պետքա փաստենք, որ եղել է գործողություն, կարելի է քեզ ասեմ, եղել է գործողություն, բայց չի տարվել մինչև վերջ։ Չի հասել իր հանգրվանին, Նիկոլ Փաշինյանը մնացել է վարչապետ, որի մեղավորը յուրաքանչյուրս ենք ընդունում են, բայց չի համաձայնվել, որ ամբողջությամբ լռեցինք։ Մենք հանդուրժեցինք, որ Նիկոլ Փաշինյանը մնա։ Մենք հանդուրժեցինք, որ Նիկոլ Փաշինյանը կեղծեց, խաբեց մեր ժողովրդին, կեղեքեց, սարքեց տուգանքի մատերիալ ու դրանից հետո մի հատ էլ երեսով տվեց, ասես գիտեք ինչ, դուք եք ինձ ընտրել, ես էլ ձեր վարչապետն եմ, ես էլ ինչ ուզում բանակցում եմ ու գնաց Արցախը հանձնեց։ Արի մասից մի բան ասեմ էլի։ Մենք խոսում ենք
Մենք ուզում ենք խոսենք, մենք ուզում ենք լինենք քաղաքակիրթ, մենք ուզում ենք լինենք, մեզ ցույց տանք, որ մենք քաղաքակիրթ դեմոկրատ պետություն ենք, գնում ենք սահմանադրական դատարան։ Մի սահմանադրական դատարան, որը Իրանն է։ Ենթարկվում է Իրանն է, լավ հիշում ես, Հրայր Թոմասյանը ինչ ասեց։ Առաջին այդ տղեն դուս եկավ դեմը, ասեց սա իմ խրամատն է։ Հիշում եք Հրայրի խոսքերը։ Հասկանում ես, այդ տղեն Իրան դրեց զոհասեղանին, գնաց դեմ, այն ժամանակվա Նիկոլի այդ հզոր, այդ վաղտվա այդ հզոր վաղտերի, գնաց դեմ, այդ տղեն, այդ հերոսությունը արեց։ Մենք լռեցինք, չնայեցինք, արա ես ինչ անում արա, ես ինչա վարի տալի մարդկանց, հասկանում ես, մենք դե հիմա Հրայրն նա տվին վարի սենցն ենք, հիմա գնացել ենք ընտրությունների դետանք սահմանատ, չէ, սա պատերազմ է, սա մենք պետք է հասկանանք, սա ներքին թշնամին է, ինչի մասին ենք մենք խոսում, ինչ ընտրությունների աղբերս, կարաս ինձ ասես, թշնամու օրակարգով, թշնամի դավաճանի օրակարգով, մենք հիմա էլ ենք գնում ընտրում, ստիպված եմ ես օգնել։ Բայց ցավը գիտեք ինչումն է, որ կա Նիկոլը էլի կեղծի ընտրությունները ու էլի մարսի, փորձի մարսել էլի։ Այս անգամ խոսք եմ տալի, երթվում եմ։ Եթե միայն սահմանադրական դատարանն է լինելու, բոլոր քաղաքական ուժերը մասնակցած կգնան քաղաքական գերեզման, ոչ թե աղբանոցը վերամշակվում է, կգնանք, մենք դուս ենք գալու, դա չի լինելու, այդ ասեմ, որ ասում ես, չէ, կեղծելու է, պտի լռեն, չէ, ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կեղծելու է, ես քեզ կարամ ասեմ, իմ կարծիքով արդեն թղթի վրա գրած է, այնքը քանի տոկոս ձայն պետքա տանի, ասում է դե սրտիկներ արեք, ժողովրդին խաբեք։ Օդից կախված լուրերի համաձայն, ոնց են ասում, այո, ասում արդեն 53%-ից 57 պտի գրվի, հասկանում ես, ու ես վիժվածքը ես, ոչնչությունը, մտածում է, որ այդ սրտիկներով, բանով, այդ սուտի բաներով, այդ սիրուն պուպուշ ավտոբուս, երաժշտություն, մի երկու հոգի տեսարաններ են ճարում, բերում են ասում, վայ վարչապետ ջան, մենք ձեզ ենք ընտրելու, ես ենք անելու, հասկանում ես ինչ իրավիճակ է, ես պրոստը գժվում եմ, էլի, որ սենց տենում եմ, այդ չեմ էլ ուզում նայեմ, գիտես, էդի որ խոսում է, չէ, իմ ճնշումը ելնում 240 զզվանքա, չէ, առաջ ինքը իրա տեսքը, իրա հասկանում ես, նայում ես վրեն, ուզում ես հետ տաս, հասկանում ես, ցավալին է, որ այդ տեսքի մարդը, այդ խելքի մարդը գնում է անգամ Եվրոպայում ու ընդեղ էլ է խայտարակում, ներկայացնում է հայ ժողովրդին, կրծած խնձոր, խայտարակ մոտեցում իրա կեցվածքին, ասենք ելույթ է ունենում ԵԽԽՎ-ում, ասում է, գիտեք ինչ կա, եկեղեցին վատնա, հայերը վատն են, մենակ ես եմ լավը, ես ուզում եմ խաղաղությունը լինի, այս մեր ժողովուրդը ոչ մի բան չի ուզում լավը լինի։ Հարցը գիտես որն է, ժողովրդին պետքա ցույց տալ ես իրանց ասֆալտը, որ ասում են ասֆալտ են արել, բան, ասֆալտը հալել է։ Բայց Հայաստանի Հանրապետության ամենամեծ խնդիրը ասֆալտն է։ Չէ, հիմա ես Չէ, ըստ Նիկոլ Փաշինյանի ասֆալտն է։ Իրանը ասֆալտն էր, հիմա ես քեզ ինչի համար եմ ասֆալտը բերում, նույն ձևի իր խաղաղությունն է։ Ինչ ճիշտ հասկացի։ Նայ, ոնց է ասֆալտը, որ քանդվում է, չէ, ասենք մի ամիս հետո, որ անձրևի ժամանակ են անում։ Տենց է խաղաղությունը, խարխլված խաղաղությունը, որը գոյություն չունի։ Չկա խաղաղություն, ոնց որ այդ ասֆալտի որակն է։ Չի կարա լինի։ Ոնց կարա թուրքը ինքը թուրք է, դու պատկերացնում ես ինձ, Մոսոին ասա, ադրբեջանցու հետ ձեր սեղմի աղբերությունները, արա կոկորթը կուտա։ Դե ցեղասպան ադրբեջանցու մասին է խոսքը, ով որ բռնի տեղը հանեց մեր արցախցիներին 120,000, ովքեր որ կազմակերպեցին Սումգայիթի ջարդերը ու իրանց պապերը կազմակերպեցին ցեղասպանությունը 1915 թվականին։ Այդ նույն ադրբեջանցիներին թուրքերն հասկացի։ Ադրբեջանցին իմ կրովնի թշնամին է, հասկանում ես, կրովնի թշնամիս է, ես նրա կոկորտը պտի կտրեմ, ես ոնց կարամ ադրբեջանցու հետ էթամ ձեր սեղմեմ արա։
Դե իմ ասում եմ ինչ եղել է, եկեք մոռանանք, անցնենք առաջ ցեղասպանություն չի եղել, հələ պետք է parzենք։ Հիմա պատերազմը եղել, զոհեր ենք ունեցել, 6 միլիարդի նվեր ենք տվել Ալիևին, Արցախը նվեր ենք տվել Ալիևին, բայց կարա իրական Հայաստանն են, որ դոշին խփած է, այդ խաղաղության մեջ ինքը տեղավորվում է առանց Արցախի։ Բայց հարցը առաջանում, լավ, եթե մենք ներեցինք այս մեկը, ներեցինք այն մյուսը, ոնց է, չի ասում են, Թուրքին մի մեղք ներելը, չէ, հանցագործություն ներելը ծնելու է նոր հանցագործություններ ու այդ արդեն հայի մասին չի, էլի։ Որ հայը ներեց Թուրքին, նա հայ չի, նա իմ թշնամին է։ Որ հայը սիրեց Թուրքին, դա լինի իմ ամենահարազատ մարդը, նա իմ թշնամին է։ Էդի իմ մեջ նստած է ծնվածս օրվանից ու դա գնալու է տենց մինչև իմ մագերեզման։ Հասկանում ես, ոնց կարելի է հայը ու թուրքը իրար հետ համատեղ ապրեն, անհնար է։ Բայց պետք է նաև նշենք, որ թուրքերը Աթաթուրքի գլխավորությամբ ունեն ծրագիր, որ հայերը չլինեն։ Այսինքն խնդիրը նրանում չի, որ թուրքերը մեր հետ խաղաղություն են ուզում։ Թուրքերը ուզում են լինի խաղաղություն, բայց առանց հայերի, այսինքն հայերը որ կոտորվեն ամբողջությամբ։ Հայաստան աշխարհը մեկ թանգարանային հայ մնա ու լինի Հայաստանի Հանրապետության փոխարեն Թուրքիայի Հանրապետություն, այո, կամ Ադրբեջանի։ Հայաստան աշխարհը առանց հայերի ոնց արևմտյան եթե քո հարևանը, լավ, իրենց կոչած լեզվով հարևանն է, չէ՞, մեր համար ճշնամի է, իրենց համար հարևան։ Լավ, ձեր հարևանը, եթե դու ուզում ես, որ դուք կոտորվեք, չլինեք, գոյություն չունենաք։ Ախպեր այդ մարդկանց հետ ոնց պետք է խաղաղություն կնքես, էլի։ Այն էլ արժանապատիվ խաղաղություն, որը որ մենք ասում ենք, եկեք ընդունեք, որ ցեղասպանություն է կարել, փոխհատուցեք, տարածքի վերադարձ կլինի, փոխհատուցում կլինի ժառանգներին, որ այս մարդկանց հետ նստենք, փորձենք հասկանանք ինչ ճանապարհով են գնում։ Այս մարդը գնում է Էրդողանի, ցեղասպան Էրդողանի ձեռքը սեղմում է, գիրքա նվեր ստանում ու ժպտում է։ Այս մարդու հետ ոնց կարող լինի խաղաղություն։ Անհնար է։ Այս մարդը զոհվածի ծնողներին ծեծում էր եռաբլուրում։ Իդեպ երեք պետքա նշեմ, որ զոհվածի քրոջը բռնել են կալանավորման ինչ որ վարույթի մեջ է, էլի, հիմա գործը փաստաբանները ավելի լավ կիմանան ու 5 երեխա ունի։ Այսինքն կոմենտ գրելու համար վարչապետին զոհվածի քրոջը կարան հանգիստ կալանավորեն, դառնա խաղ բանտարկյալ, ասեն դե գիտեք ինչ կա, մեր վարչապետին վիրավորել է։ Ինքը վարչապետին եթե անգամ վիրավորել է լինելով զոհվածի քույր, վարչապետը այդ մեր 5000 լույս տղեկին սպանել է։ Դա հանցագործություն չի։ Չէ, քրեորեն բաժելի չի մարդասպանությունը։ Այդ Հայաստանում քրեական օրենսգիր կա, չէ։ Այո։ Եվ սահմանադրություն կա, չէ։ Միանշանակ։ Այդ բոլոր կետերով որ տնես, այս ոչնչությանը պետք է դատես։ Միանշանակ։ Կա միտեղ Դաշը տնտեսական հանցագործություն։ Տնտեսությունը դե Չէ, հասկանում ես ինչ եմ կեսում ասել։ Դաշը տնտեսական ժողովուրդը սոված ծառա վարկերի տակ ճռում է, ասում է էկոնոմիկայի նախարարը, վարչապետը, մյուսները իրանց թիմակիցները ասում են տնտեսությունը աճեց 1%-ով, 2, 3, 7%-ով եւ այլն։ Բայց ֆռում ես հայատներով նայում ես, ես մի ընտանիք չեմ ճանաչում անկեղ, որ ասենք չունի վարկեր, խնդիրներ, խնդիրներ ու այս կարամ շարունակեմ անթիվ անհամար, բայց այս մարդիկ բոլոր կարմիր գծերը հատել են։ Այս մարդիկ ասում են, որ աղքատությունը ձեր գլուխներում է, ախպեր ջան։ Այս մարդիկ ասում են, որ մենք պարտվել ենք, բայց մեզ պարտված չենք համարելու։ Այս մարդիկ ասում են, որ Ալիևը եթե անգամ ասել է, որ սահմանադրությունը պետք է փոխվի, մենք Ալիևի խաթր չենք փոխում։ Մենք ուղղակի տեսնում ենք փոփոխությունների շղթա, որը բերելու է նրան, որ սահմանադրությունը փոխվի։ Ինգեր, մենք այդ սահմանադրությամբ 30 տարի ապրել ենք։ Այդ սահմանադրության մեջ կա հղումներ եւ Արցախի մասով եւ արցախցիների, որ մեր արժանապատվության մի մասն է, այսինքն այն հայերը, ովքեր որ ապրում էին Արցախում, հիմա ապրում են Վարչով Հայաստանի Հանրապետությունում կամ արտագաղթել են, այդ նաեւ մեր մասին է։ Ինգեր այդ մարդիկ հայեր են, մեր հայրենակիցներն են։ Դու ասում ես եկեք Արցախը հանձնենք ուրանանք, սահմանադրությունը փոխենք, ցեղասպանությունը մոռանանք, մի մոմենտ մոռանանք, տենանք հələ ինչ ալնում ես թուրքերի հետ։ Եղբայր, լուրջ տենց ես մտածում։ Հիմա դու օրինակ ոնց ես կարծում, որ առավոտ հելնում ես Արարատը տենում ես։ Այդ Արարատը թուրքականն է, քիչ ես Արագածին նայում։ Որ առավոտ հելնում ես սուրճ ես խմում բալկոնից, Արագածին նայ, ախպեր, քիչ Արարատին նայ։ Իհարկե։ 67 տարի իմ բալկոնից, գիտես որտեղ եմ ապրում։ Իմ բալկոնից դեմ արդեմ Արարատն է եղել։ Արարատը, դու ինձ ասում ես, երեխես փոքր է։ Հա, բայց հիմա չես ուզում խաղաղություն լինի, մի նայ Արարատին, էլի, դե ինչա քեզ մի բան ասեմ, երեխես փոքր էր, որ ման էր գալի հետս, հանում էի, գնում էինք այն Ձորի բերանի եկեղեցու, ասում էր, պապա, никогда не будем
перед Араратом на Арарате кушать шашлыки, делать шашлыки։ Հասկանում ես, հայ երեխու գենի մեջ Արարատը կա։ Արարատը կա։ Իհարկե։ Էդի ասում է տարի ու կես կան երեխեն։ Արարատը մեջն է գենի։ Իսկ ես պորնիկ ասում Արարատը մերն է։ Մերն է, իմն է, իմ սրտի մեջ է։ Բոլոր հայերին է Արարատը։ Արարատը ես ասելով ինձ նկատի ունեմ հայ ազգին, այո։ Կապ չունի իրենք Լոս Անջելեսում ապրեն թե ոնց կարաս իմ սրտից Արարատ հանես, այ պորնիկ։ Այ քաղաքական վիժված, բարոյական օրենքներից զրկված տականք։ Դու չես ամաչում, դու ելնում ես ազգին սրտիկ ես ցույց տալի, կեղտոտ բերանդ ես նեխած բացում։ Երկու բլդուղով հաց ես ուտում, կուկուռուզ ես ուտում, պերաշկի ես ուտում, արայ համբալ, ոնց եղել ես տականք, տենց էլ մնացել ես, ու տարիները քեզ մարդ չեն սարքի, մենք պետքա ժողովուրդ ազգը պետքա խելքի գա, ես ազնվությամբ եմ ասում, դաժե մինչև ընտրություններ մենք սրան պետքա հեռացնենք, մենք իրավունք չունենք նստելու մեր տեղը։ Ինձ թվում է յուրաքանչյուր օր, որ օրը որ ինքը քնից զարթում է, ինչ-որ որոշումներ է կայացնում, հայերին ի վնաս է։ Հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը, յուրաքանչյուր վարքյան, որ ինքը կառավարության նիստ է վարում, ես վստահ եմ, որ ընդ հայանպաստ գեթ մեկ որոշում չենք գտնի։ Չի կարող որոշում կայացնի Նիկոլ Փաշինյանը հայերի օգտին, եթե ինքը ի սկզբանե եկել է նրա համար, որ հայերը կոտորվեն, դառնան տուգանքի մատերիալ, արտագաղթեն, ինչու՞ չի, ասում է, ախպերի մոտ հաշտ չես սիրում ինձ, ընկեր թող գնա, կակ բուտը էդի իրա պապերի երգիրն է, մենք էլ դե յուր ենք եկել, էլի, հա, ինքն է, տնից է բերել, ինքը Աստծուն ամեսնիկն է։ Դե Աստված ասում են ինչ-որ ժամանակահատված կար, չէ՞ որ ասում են Աստված ուղարկե մեզ։ Աստծուն ամեսնիկն է, եկե ասել է գիտեք ինչ արա, ես եմ ձեզ տալի, հա։ Դուք որտից եսիք ունենայիք բան, էլի, եթե ես չլնեի։ Բայց ինչ զարմանալի է, չէ՞, մեր հայրենակիցների հոգեբանությունը, ովքեր որ անգամ հոգու խորքում 1% մտածում են, որ Նիկոլը լավն է կամ կարող ինչ-որ լավ բան անի։ Ինչքան միամտություն պետք է ունենաս, որ հավատաս նման հեքիաթների, էլի։ Հարցը գիտես որն է։ Հարցը 30 տարվա միջի կուխոնի ռադիոն է եղել։ Հասկանում ես։ Էս մի բանը սենց չի։ Սա է մեղավոր։ Հասկանում ես։ Միշտ մեղավորներ փնտրելու, այո։ Մենք միշտ մեղավորներ ենք փնտրել։ Տես Նիկոլը հեր ձևը գտել է, ասում է, ախպեր դուք եք մեղավոր, ժողովուրդն է մեղավոր, դուք եք ինձ ընտրել, դուք եք մեղավոր, չէ՞։ Ինքը տես ինչ արեց, ինքը օգտագործեց այդ 2008-ից, հաշվենք, մինչև 18 թիվը, երրորդ նախագահին, որ նայում ես, չէ, այդ մարդուն չթողին պրակտիչիսկի ղեկավար էր։ Ես չեմ կարա այդ մարդուն հիմա մեղադրեմ, այն ինչ որ փորձում էին մեղադրել, որ ինքնաբեր է, հասկանում եք ինչ եմ ասում։ Շատերը հասկանում ես զարմանալի է էլի որ դրա մասին կարելի ես հիմա տես ինչ եմ ուզում ու հավատալ դրան։ Հա, հիմա տես ես խեմ ես սրա տանում, որպեսզի վերջապես մենք կանգնենք, վերջապես մենք ուղենք մեր մեջքը, վերջապես մենք հասկանանք, որ մենք ենք սխալ։ Մենք ժողովուրդս, եթե դուք սխալը չես ընդունում, քո մեջ պրոբլեմա, դու քո կյանքդ պրոբլեմացնում ես, ոչ թե մենակ քո կյանքն ես պրոբլեմացնում, դու պրոբլեմացնում ես քո ակրուժենի սաղի կյանքը, հասկանում ես։ Դրա համար հիմա ես քեզ հասարակ բան ասեմ, մի հատ նայ, ինչ եղավ, այսօր մենք խոսում ենք գիտակից, անգիտակից, ասում ենք կայնում էին նախագահականի մոտ ասացություն քաղաքապետարան Նիկոլ Փաշինյանին, ստորագրություն էին հավաքում, մարդուն 14 թիվը, 15 թվին են մեկ ասում էր ես հեղափոխության մասին, 16 թիվ, հասկանում ես, քանի տնտեսական ճգնաժամեր, ժողովրդի մեջ մտցրեցին ատելություն դեպի Իրան, ալիգարխներին գցեցին ջեբը, հասկանում ես, արի ճիշտը խոսանք։ Իհարկե, բայց պատմությունը գրվում է փաստերով, մենք հիմա համոզվում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի չարիք էր, որ եկավ ընկավ մեր գլխին։ Իրան էլ հիմա բացահայտ պնդում են, չէ, Էրդողանը եւ Ալիևը, որ ախպեր ջան, մենք օգնեցինք, որ Նիկոլը գա իշխանության, մենք կօգնենք, որ Նիկոլը մնա իշխանության, այսինքն բացահայտ օգնում են։ Բացահայտ եվրոպացիները բացահայտ։ Այո, նաեւ ցավոք սրտի նաեւ Ամերիկան եւ Եվրոպան
անգլոսաքսերը թուրքական ցուցարարների վրա կրակում էին, ասում են դուք եք մեղավոր պայքարում Նիկոլի դեմ, ոստիկանները համաչափ ուժ են կիրառել։ Կրակեցին վրներս ասկոլկեքա լմեջս։ Անզեն խաղաղ ցուցարարների վրա կրակում էին, ասում են մի բան էլ դուք եք մեղավոր, որ Նիկոլ Փաշինյանի դեմ եք պայքարում։ Այսպես կայնած էի կրակին վրներս։ Այս մարդուն հերացնելու համար պետք է ունենալ ճանապարհային քարտեզ, բայց ես կարծում եմ ամենակարևորը մեր ժողովրդի մոտ մի բան լավ է ստացվում, համախմբվելը ընդհանուր գաղափարի շուրջ։ Այդ ընդհանուր գաղափարի շուրջ եթե համախմբում չլիներ, Արցախյան շարժումը չէր լինի, մեր հաղթանակները չէին լինի։ Պարզը։ Հիմա եթե ամբողջությամբ ընդդիմությունը ճիշտ աշխատի ժողովրդի հետ, կարա լինի համախմբում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, որ համար մեկ խնդիրը լինի, որ ախպեր ջան, հանում ենք Նիկոլ Փաշինյանին։ Հետո կլինի ընտրություններ, սանդրական ճանապարհով կլինի նոր իշխանություններ, ովքեր որ կփորձեն վերականգնեն այս սաղ քարուքան դարած երկիրը, որը որ Նիկոլ Փաշինյանը ոտնակոխ անում, առավոտից իրիկուն ամեն մարզից մի բան հանձնում է, ասում է ախպեր զատո խաղաղա։ Նայ մեր վրա չեն կրակում։ Մենք կարում ենք հանգիստ հիմա այսինքն դուրս է գալի, որ եթե Հայաստանում կա 971 գյուղ, մոտավորապես, պլյուս մինուսով եմ ասում, ոնց որ կասեր Նիկոլ Փաշինյանը, չէ՞։ Ասում է 971 գյուղից եթե ամեն մի գյուղ պետք է տա, որ մի տարի հանգիստ լինի կամ մի 6 ամիս հանգիստ լինի, հա, մենք ունենք այդքան կյանք, այսինքն որ գյուղերը պրծնի, կանցնի քաղաքներին, քաղաքները ավելի քիչ են բնականաբար, հետո վերջում կասի Սիրելի հայրենակիցներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ, մնացել է Երևանը, եկեք այս Երևանն էլ հանձնենք, ախպեր զատո խաղաղ կապրենք։ Այս ցավոք սրտի ես չգիտեմ, սա սարկազմա, խորը ցավա, սրտի վերքա, չգիտեմ ոնց բացատրեմ, բայց հիմա հասկանում ենք, չէ՞ որ Սև լիճը ադրբեջանցիները վերցրել են, այս կողմից օկուպացրել են, ասում է զատո խաղաղ, ընկեր, եթե ոչ մի բանի համար չես պայքարում, ադրբեջանցիները ինչ ուզում վերցնում են։ Հարամը լինի տենց խաղաղություն է, էլ դրա ի՞նչն է խաղաղ։ Որտեղ է այդ խաղաղությունը, որտեղ որ Ալիևը ինչ ուզում խոսում է, ասում է Սևանը Գյոյչանն է, Երևանը Էրիվանն է, տո ասում է տո Նիկոլն էլ է մերը, նես չի որ ինքը թաքցնում, ասում է մեր Նիկոլն է, էլ Նիկոլի մասին երգեր ունեն, էլ օղի արտադրում են, ամեն ինչ անում են հանուն Նիկոլ Փաշինյանի, տանում են, կերցնում, հա, վերջը ինչ որ մի օր ասելու են, ախպեր, ես անկեղծ եմ, արձան են դնելու Բաքվում, նայելով Ադրբեջանի պատմությանը, որը որ ասենք ոչ վաղ անցյալի մասին է խոսքը, էլի, հա։ Հիմա տեսեք, Ադրբեջանի պատմության մեջ չի եղել գեթմի ղեկավար, որ ավելացնի Ադրբեջանի տարածքները, Նիկոլ Փաշինյանը ավելացրել է։ Հիմա անկեղծ լինենք, էլի, հիմա Հեյդար Ալիևն Ադրբեջանի հերոս, Ռամիլ Սաֆարովը թե Նիկոլ Փաշինյանը։ Անկեղծ էլի, որովհետև իրապես Նիկոլ Փաշինյանը նվիրել է Ադրբեջանին 12000 քառակուսի մետր տարած կիլոմետր։ Հա, կիլոմետր ու 6 միլիարդի զենք։ Դրանից ավել օգուտ Ադրբեջանին ով է տվել։ Ով։ Ոչ Հեյդար Ալիևը, այս մի Ալիևն էլ, հա, պետրոլիումը։ Ոչ մեկ ամբողջ աշխարհով եթե փնտրես գեթ մեկ ադրբեջանցի, որ ավելացրել է Ադրբեջանի տարածքը, չես գտնի։ Գիտես որն է, չէ՞, դաշը British Petroleum-ը չի տվել այդքան, որովհետեւ դու պատկերացրա հարստությունը Արցախի։ Չէ, չենք գտնի։ Կարող է այդ British Petroleum-ը այդքան էլ չունենա հարստությունը։ Չէ, ունենա նման հարստություն, ինչպես Արցախն է, Արցախի հանածոները ու 6 միլիարդի ենք, ասում է ախպեր ջան, գիտես ինչ կա, նախկիների ժամանակ բանակը ընկեր, որ բանակը թալանել են, այդ 6 միլիարդի զենքը ուր դուց Ալիևին, որտեղից Ալիևին Արցախից վերցած 6 միլիարդի զենքը։ Հասկանում ես։ Միած սուես առե, սնարյադները չկար։ Ես քեզ մի հատ բան եմ ուզում ասեմ, էլի։ Սրանք մարդը, ես հիշում եմ երրորդ նախագահը որ ասեց, պրոստը կպնելով դաժե ռուսներին ասեց, էլի։ Քարորյա պատերազմից հետո 16 թվականի ապրիլի 100։ Հա, պատերազմից հետո որ ասեց, ուզեց ասի, որ արա, ինչքան էլ ուժեղ զինվեն ադրբեջանցիները, մենք մեկա ջարդելու ենք։ Հիմա որ հիշեցինք 16 թվականը, Չէ, ես ինչի համար եմ ասում, էլի, հասկանում ես, ջարդելու ենք։ Ու գիտես ինչին դուրս եկավ երրորդ նախագահի մեջ։ Այդի դուրս շատ եկավ։ Որ ինքը հասկացավ, որ այդ 400 հեկտար այդ բարձունքի համար Նելեթեփը։ հա պետք չէր էլի զոհ տալ ուրիշ ձևի ասենք հանկարծակի պատրաստվածության բանով կարելի էր վերցնել էլի հասկանում ես այո Էդի հանգիստ կարելի է ռազմետկեն վերցնել ու ինքը շատ գեղեցիկ վարվեց
Ես հիշում եմ ինքը Նյու Յորքից թռավ եկավ մի անգամից, Այո, դաժե ինքնաթիռով չմնաց։ վերադարձավ։ Հասկանում ես, չի կարելի ուրանալ։ Իրա դուխը, իրա պահվածքը, որ այն աշճանի չոքացրեց Ալիևին, որ չորրորդ օրը վազավ Էդ էի ուզում։ ռուսներին Ես ուզում եմ հիշացնեմ, եթե մեր սիրելի հայրենակիցները իհարկե չեն դիտել կամ չեն հիշում, Ես չեմ կարա չասեմ։ 2016 թվականին Ալիևը պնդում էր, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի ինքնորոշում արցախցիների ու Արցախի անկախությունը։ Այդ նույն Ալիևը Սերժ Սարգսյանի օրոք ասում էր, որ ընկեր ինձ ստիպում են։ Այսինքն այս հիմիկվա Ալիևը չի են, որ ակլորացել է խոսում է։ Այդ Ալիևը նույն Սերժ Սարգսյանի օրոք Ալիևն էր, Նիկոլ Փաշինյանի օրոք նույն Ալիևն է։ Հիմա Ալիևը ասում է, ախպեր, մենք առանց տանկերի կգանք կվերցնենք Հայաստանը։ Այն ժամանակ ասում էր, «Спасите, помогите, нас угрожают, մեզ ուզում են, հա, нас убивают, ախպեր եկեք հասեք, մեզ ստիպում են»։ Վայ ջան, ասեմ քեզ։ Ուշադիր 4 քառորյա պատերազմի ժամանակ մենք տվել ենք 102 զո, Ադրբեջանը տվել է 2500 զո։ Այս օֆիցիալ քեզ ասում եմ, ընենց էին ջարդ է տղեկը, որովհետև ունեին գերագույն գլխավոր հրամանատար, որ գիտեր, որովհետև տղեկ կային կայնած, ոնց պետքա, ինչա պետք, Արցախ ազատագրած մարդը կիմանա ոնց պահի, թե Նիկոլ Փաշինյանը, որ ասում է, դե լիֆտում իմ կարծիքով լիֆտում պայմանավորվել են գումարը, եկել են Արցախը հանձնել են, մեզ էլ համոզում էին, ասում էին հաղթում ենք, արծրուներ, եսիմ ինչեր ուներ, ասում են հաղթում ենք, առավոտ հաղթում ենք, Իրիկունը հաղթում ենք, մեկ էլ մի օր բունկերից մարդը մեկը հելավ, թե բա գիտեք ինչ կա, եկեք մեզի պարտված չհամարենք, բայց ոնց որ կապիտուլյացիա ենք ստորագրել։ Այ մենք այդտեղ սխալ էինք, մեր սխալը գիտես որն էր, որ իրան թողեցինք բունկերից դուրս գա։ Հասկանում ես, մեր սխալը շատ արի հետ ինքը հայ ազգից հասումը փորձեց Մարսի, ինչ որ մի կերպ այդ խորը վերքի վրա աշխատեց էլի ինքը, որ մենք շատ մեծ սխալներ ունենք։ Ամենայն ազնվությամբ։ Ստեղծեց խառնաշփոթ քաոս, ու այս մեր վերքերի վրա ինքը աշխատեց, որ այդ պայն արդեն պարտված զոհեր եւ այլն, այս ֆոնի վրա ինքը համոզեց, որ այ գիտեք ինչ կա, իսկական ժամանակն է, որպես ինչ եմ ուզում ասեմ։ Ես շատ ծանոթ եմ Ուկրաինային, Բելարուսիային էլի, Զապադնային։ Բելարուսիային вообще եմ ծանոթ, էլի, համարյա ամեն քառակուսի կիլոմետրը գիտեմ։ Նույնը Ուկրաինայի, Ռուսաստանի եվրոպական մասի բանի։ Մենք պետք է չջարդ, իրանք ջարդեցին մեզ։ Հասկանում ես, պատերազմի վաղ, երկրորդ համաշխարհային պատերազմի վաղ, գիտես ծանր վիճակում են եղել դրանք։ Այդ բելարուսները, բաները, նույն ձևի կոտորած է եղել, խատինը մտնես, այսենց, որ այդ հուշարձանը կա, չէ, որ սենց նայես, կասես արա հիմա, որ դեմս մի հատ ցելի բանակ ելնի, մենակ դեշեկայով կկայնեմ դեմները, ինչ հասկանում ես, այդ աստիճանի, դու հասկանում ես, դուխը իսկ ես վիժվածքը, դաժե եթե պատերազմի վաղ պարտվել էլ ալնում, չի լինում, որ միշտ հաղթում ես, հասկանում ես, բայց կախված է քո հրամանատարից, հրամանատարի դուխից, որ դուխը տալիս է, ժողովուրդը ձգվում է, դու ինձ հասկանում ես։ Դե միանշանակ, եթե դու համբալ, տրյապկա փալաս, դու ժողովուրդ ու հայի դուխը ջարդին։ Ինք իրա դուխով գլխարկով խապեց ժողովրդին, իրա մոտ դուխով մենակ գլխարկն էր, գլխարկը հանում ես, ոչ շիվան տակս, իրա մոտ ոչինչ չկա դուխով, մենակ գլխարկը, գլխարկի վրա գրած էլի, լսի ասեմ, սրա գրածը, սրա ասածը, ամեն ինչը հակառակը հասկացի, ամեն ինչը, ասում է քեզ սիրում եմ, հիշի, որ ինքը քեզ ատում է, հիշի, ինքը ասում է, այն ինչ որ լավ բան ասում է, դրա հակառակը նայ, սա հայի արյան վամպիրա, սրան պետքա տանել դատարան, դատարանից հետո ծմախ, են որ ասում է, պատմության թանգարանում, բայց իրան լիքը առողջություն լինի, որ ինքը տենա ոնց է Հայաստանը ծաղկում, բարգավաճում, հայր ինչ լավ են ապրում ու խաղաղության մեջ, երկար ապրի, որ տեսնի ոնց են մեր թորները, ծորները ստեղ աշխատում, արարում ու խաղաղության մեջ ապրում, արժանապատիվ երկար պետք է ապրի, որ ինքը խնդրի մահ իրան չգա,
որ իրա մեջ ոչիլները իրան ուտեն, ինքը ոռնալով ապրի, հասկանում ես ինքը պտի նեխի, բայց ինքը պտի ապրի, նեխած պտի ապրի, սա իրավունք չունի այլ կետ մեռնելու, երթվում եմ, որ եթե հանգար սրան ուզեն խփեն, դոշով կպագեմ, սա պտի ապրի, սա պտի գնա դատարան, սա պետքա դատվի, համայն ու սա պետքա պատժվի այն կերպ, որ հայոց պատմության մեջ այլևս սա չկրկնվի, որպես օրինակ, որ ինչպիսին չպիտի լինի հայը, հայը ինչպիսին առավել ևս ղեկավարը, ես քեզ պարզապես ինչի համար եմ ասում, այս տեսակը պետքա պատժվի սարսափելի, այս տեսակը պետքա հանվի հայի միջից, հայ գենի միջից այս տեսակը պետքա հանվի, հայ ժողովրդի միջից այս տեսակը պետք է գոյություն չունենա, սա մարդ չի, սա գիտես ինչ, այն ատելությունը, որ ես ունեմ թուրքերի հանդեպ, ունի ամեն մի հայ, ամեն մի նորմալ հայ, բայց սրա հանդեպ հավատա, ատելություն թուրք պլյուս այն ինչ-որ Խավաճանին կատեին, հասկանում ես, պլյուս այն ինչ-որ քանակ, սրանց հանդեպ, որովհետև հասկանում ես թուրքը լգիդես թշնամիտ է, կրոմնի թշնամիտ է, բայց ներսիտ թշնամին, մեջքից խփող թշնամին, այս վիժվածքը, այս մերոնին թույն խառնողները, հասկանում ես, այս վիժվածքը, դու պատկերացրա էլի ցավդ տանեմ, պարզապես անհնար է հասկանալ, անհնար է, չեմ կարում մարդկային տես, սպիտակած է մազերս, կյանքում շատ տեսակ եմ տեսել, էլի մարդկային, տարբեր տեղեր, 5 օր կոմայի մեջ եմ եղել, հասկանում ես չէ, մտածում էին հետ չեմ գա, բայց այս տեսակի ես չեմ պատկերացնում, երթվում եմ, ուղեղս չի մտնում, ուղեղից մեզ չի մտնում, սեղմել ձեռքը մի մարդու, որը սպանել է քո զավակներին, պատկերացնում ես արա, ու հետո դրանից հետո գնալ լիեռաբլուր, պատկերացրու էլի անհնար է դա հասկանալ, անհնար է, ու սա մտածում է, որ մնալու է, չի մնալու, օգնելու ենք բոլոր քաղաքական ուժերին, բայց ես իհարկե օգնելու եմ ուժեղ Հայաստանին, որտև հավատում եմ ես այդ ուժին, հավատում եմ իրանց այդ առաջնորդին, իսկապես հավատում եմ, որովհետև լավ է լինելու, մենք հաղթելու ենք, բայց սա կեղծելու է, մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, հա, մեկ էլ ձեզ ոստիկաններ, զգուշացնում եմ, այսա որպես զգուշացում չընդունեք սպառնալիք, եթե մենք խաղաղ անհնազանդությունների ժամանակ որևէ մեկը կրակի, որևէ հայից արյուն թափվի, երթվում եմ ազգիս, ժողովրդիս ու հայրենիքիս դեմ, կանիծեք ձեր ծնված օրը, հիշեք բառերս, դուք ծառայում եք Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, ոչ թե այդ վիժվածքին, լավ հիշեք, չփորձեք կատարել անօրինական հրամաններ, երթվում եմ, կանիծեք ձեր ծնված օրը, ձեր աշխարհեկած օրը անօրինական հրաման կատարելու համար, եթե որևէ հայից այս անգամ մի կաթիլ արյուն թափի, Ես կարծում եմ, որ ոչինչ հավերժ ու ոչ ոք հավերժ չէ, հավերժ չէ նաև չարի իշխանությունը, մենք ազատվելու ենք այս թրքա ապատակներից և ունենալու ենք արժանապատիվ խաղաղություն, մենք ուրիշ կարծիքի եթերում ենք, կհանդիպենք նոր հյուրերով և նոր պոդկասթի շրջանակներում, շնորհակալություն։